Պարոն Շահնազարյան, Հայաստանում Իրանի դեսպան Սոփանին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, նա երեկ հանդիպել է արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանի հետ, պարգևատրվել նրա կողմից։ Մենք հիշում ենք Սոփանի պրոհայկական հայտարարությունները, մասնավորապես այսպես կոչված Միջանցքի հարցով, հայ հասարակության մոտ բավականին մեծ հեղինակություն է վայելում այդ մարդը։ Ինչ սպասել նոր դեսպանից, արդյոք կան արդեն խոսակցություններ հենց Իրանում, թե ով է լինելու նոր դեսպանը եւ արդյոք փոխվելու է նոր դեսպանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որոշ հարցերում, մասնավորապես այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի հարցում։ Պարոն Սոփանին, ինչպես նշեցիք, ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, արդեն հայտնի է, որ նրան դեսպանի պաշտոնում կփոխարինի պարոն Շիրղոլամին։ Անունը արդեն հայտնի է, պարոն Շիրղոլամին, որը արտաքին գործերի նախարարության պատրաստված կադրերից է։ Ըստ մեր տեղեկությունների նա լավատեղյակ է Հարավային Կովկասի իրադարձություններին, մասնավորապես այն ինչի հետ, որը կապված է այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի խնդրի հետ, բոլոր նրբություններին այդ կապակցությամբ ինքը լավ տիրապետում է։ Եվ ես չեմ կարծում, որ դեսպանի փոփոխությամբ ինչ որ մենք պաշտոնական Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության հետ կապված, մասնավորապես Զանգեզուրի Միջանցքի թեմայով որևէ կտրուկ շրջադարձի կամ փոփոխության ականատեսը կլինենք։ Վերջին 2 ամիսների ընթացքում պաշտոնական շփումների մակարդակով Իրանը բազմիցս արդեն հավաստանշել է իր կարմիր գծերը, որոնք մնացել են անփոփոխ, նույնն են, նշել է իր այսպես կոչված մոտեցումները, տեսակետները, այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի հետ կապված, ինչպես նաև մտավախությունները, դիտարկումներն ու վերապահումները։ Դրանք մնում են նույնը, եւ ես կարող եմ հստակ նշել, որ նոր դեսպանը եւս նույն գծի կրողն է լինելու իր դիվանագիտական առաքելության ընթացքում։ Պաշտոնական Թեհրանը կարծես թե լուռ է Միջանցքի հարցում արդեն տևական ժամանակ է։ Ինչպես ընդունել այս լռությունը, սա համաձայնության նշան է, թե իրանական լռություն է, այսպես ասած, կամ Իրանի քաղաքականությանը հատուկ լռություն։ Պետք է նշեմ, որ ես այդքան էլ լռություն չեմ տեսնում այս հարցի հետ կապված, ընդհանրապես Միջանցքի հարցը պետք է դիտարկել իմ կարծիքով ըստ այն գլոբալ իրադարձությունների շրջանակում, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում։ Այդ շրջանակում պետք է դիտարկել։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, հենց վերջին օրերին հեղափոխության գերագույն առաջնորդի արտաքին հարցերով, միջազգային հարցերով խորհրդականի դոկտոր Վելայաթի հայտարարությունը Ադրբեջանի հետ կապված, Ադրբեջանը առան հայտարարելը, սրանք հենց այնպես կատարվող հայտարարություններ չեն։ Սրանք բոլորը վերաբերում են, ինչպես նշեցի, այդ գլոբալ իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում, իսկ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դրա բաղադրիչներից, ես կասեի, կարևոր բաղադրիչներից մեկն է։ Իրանը ուշիուշով հետևում է այդ ամեն ինչին։ Առաջին հարցին արդեն պատասխանելիս ասացի, որ որևէ կարմիր գիծ, որևէ բան չի փոխվել, Իրանը չի համակերպվել այսպես կոչված այդ միջանցքի հետ, Միջանցք կոչվածի հետ չի համակերպվել, հստակ գիտակցելով, թե ինչպիսի անվտանգային մարտահրավերներ կան դրա տակ թաքնված, որոնք ուղղված են անմիջականորեն Իրանի ոչ միայն տարածաշրջանային շահերին, այլև անվտանգային մթնոլորտին։ Սա հստակ է եւ միանշանակ։ Հիմա կարծում եմ այն փուլում է Իրանը գտնվում, որը հետևում է իրադարձությունների զարգացումներին, որովհետեւ անորոշությունները մենք գիտենք այս Միջանցք կոչվածի հետ շատ մեծ են, անորոշությունները շատ մեծ են, մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ դեռևս որևէ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այն ստորագրելուց, հակառակ այն բանին, որ Հայաստանը գնում է կտրուկ զիջումների, գիտենք, որ ցանկացած այսպես կոչված
պայման, որը Ադրբեջանը թուրքական կողմը առաջարկում են, ընդունում է Հայաստանի գործող իշխանությունները։ Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Վաշինգտոնյան այսպես կոչված պայմանավորվածությունները կրում են միակողմանի բնույթ։ Փաստ է, որ հաշվի չեն առնվել աշխարհաքաղաքական օրեցօր զարգացող միավորման BRICS-ի այսպես կոչված խնդիրները, BRICS-ի հետ կապված նրբությունները, ԵԱՏՄ-ի հետ կապված նրբությունները եւ շատ ուրիշ հարցեր, այդ թվում Հայաստանի ռազմավարական երկու կարևոր դաշնակիցների Ռուսաստանի ու Հնդկաստանի, ինչպես նաեւ ռազմավարական գործընկերների Իրանի ու Չինաստանի վերապահումներն ու շահերը եւ նման միակողմանի կարգավորումը արդեն բոլորս էլ գիտենք, որ ինչպիսի աշխարհաքաղաքական ռումբ է դրված Հարավային Կովկասի տակ, դրված Հայաստանի Հանրապետության տակ եւ ինչ հետևանքներ է կարող ունենալ։ Այս ամենը Իրանում գիտակցում են եւ հիմա շատ այսպես կոչված լռելյան հետևում են իրադարձություններին ու ես չէի ասի, որ բացարձակապես չէի ասի, որ Իրանը համակերպվել է այսպես կոչված այս միջանցքի իրողության հետ։ Կարող ենք արձանագրել, որ Իրանը հիմա բավականին զբաղված է իր ներքին հարցերով, մասնավորապես արտաքին քաղաքական վտանգներով, եւ դա կարող է նաեւ ինչ-որ չափով ստվերել Հայաստանի նկատմամբ կամ հենց այդ տարածքի նկատմամբ առկա վտանգները։ Ձեր մատնանշումը ինչ-որ չափով ճիշտ է, այո, Իրանը ունի արտաքին քաղաքականության, անվտանգային քաղաքականության հետ կապված մարտահրավերներ, առաջնահերթություններ, դրանցից կարևորագույնը կապվում է իր միջուկային ծրագրի հետ, այսպես կոչված snapback-ի համակարգի վերադարձի հետ, մեխանիզմի վերադարձի հետ, որը փորձում են գործարկել եվրոպական 3 պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, Ամերիկայի հետ բարդ հարաբերությունները, Իսրայելի հետ հակամարտությունը, պատերազմը, որը բնավ էլ ավարտված չէ, կարող է ցանկացած պահի բռնկվել, բայց ոչ պակաս կարևոր է նաեւ Հարավային Կովկասի իրադարձությունները, այն ինչ որ տեղի է ունենում հատկապես Հայաստանի հետ կապված եւ մասնավորապես ես կշեշտեմ Միջանցք երևույթի հետ կապված։ Դրանք նաեւ նույն այսպես կոչված սցենարի բաղադրիչներն են, որ այդ խճանկարը համալրում են։ Հայաստանի հետ կապված իրադարձությունները, Հարավային Կովկասի զարգացումները, Միջանցքը, սրանք այդ ամբողջ անվտանգային Իրանի անվտանգային մթնոլորտի խճանկարը համալրում են։ Չեմ կարծում, որ Իրանը աչքաթող կանի այդ իրադարձությունը կամ աչքաթող է արել, ընդհակառակը ուշի ուշով հետևում է, միայն թե կան այո առաջնահերթություններ, դեռևս առաջնային խնդիրը շարունակում է մնալ Իսրայելի հետ հակամարտությունը, միջուկային այսպես կոչված ծրագրի հետ կապված խնդիրների կարգավորումը եւ արևմուտքից օրեցօր ավելի սաստկացող ճնշումի թոթափումը։